Եկեք Երևանի մուրացան խաչմերուկի քանդվածները նայեք։ Հասկանում եք։ Ուր է այդ 100 միլիոն Նիկոլ, ինչու ես թալանել։ Նիկոլ, որտեղից քեզ $300,000, որ դու Երևանում տուն ես գնել։ Տուն չէ, առանձնատուն, մեծ տարածքով։ Իհարկե դու քո հայտարարի մեջ 300,000 ես նշել, բայց այդտեղ մի քանի միլիոն $1 հատված է, հարակից շինություններով, որտեղից քեզ այդքան փող, որտեղից պես, դու ասում ես 46,000, հերոսություն ենք արել 46,000 տվել ենք, միլիոններ ես դուրս գնում ու լապում, միլիոններ, թալան չի դա, որտեղից Կանադայում քեզ $4 միլիոն տուն, Քո թիկնապայքուր Ռուզաննա Ասլյանի անունով, դա առաջին ձեռքբերումն է եղել, դու ասում ես Սամվել Ալեքսյանը 66 երկրի քաղաքացի է, դու քանի երկրի քաղաքացի ես, դու Կանադայի անձնագիր ունես, որ օֆշորում, Օհայո նահանգի օֆշորում դու գործարքներ ես կատարում, առանց Կանադայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մուտք չունեն այդ օֆշոր, այնտեղ Ամերիկայի և Կանադայի քաղաքացիները մուտք ունեն, դու ոնց ես այդ գործարքը արել և Արսինե Խանջյանի միջոցով $17 միլիոն պալատ ես գնել Կանադայում, սիրելի հայ ժողովուրդ, Արցախը հանձնած Նիկոլ Դավաճանը գնել է մի այնպիսի պալատ, որը շատ թանկարժեք վարձակալությամբ Հոլիվոդն է վերցրել նկարահանումների համար, դուք պատկերացնում եք ինչ պալատ է Նիկոլը գնել Կանադայում, Եթե չեք որոշում, եթե ինձ չեք հավատում, նայեցեք 2025 թվականի սեպտեմբերին Իլյա Կամարովսկու հաղորդումը, որտեղ մանրամասնորեն մեկնաբանում էր, թե ինչպիսի ուղով են օֆշորով այս բնակարանը գնել։ Եթե ինձ չեք հավատում, Ֆրանսիայի Info France de Jour լրատվական կայքում գրված է, թե ինչպես են Մարսելում 3 միլիոն շքեղ առանձնատուն կնել Նիկոլ Փաշինյանի համար, թե ինչպես են Ռևիերում, Նիցի մոտ 8 միլիոն պալատ գնել Նիկոլ Փաշինյանի համար, Կիպրոսի օֆշորով, ընդ որում, հայկական կազմակերպության փողերը, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետություն, չեն ասել Հայաստանի Հանրապետություն, այլ վերածվել են Նիկոլ Փաշինյանի պալատների, ահա թալանը,